Նոլդու Փաշինյան, վարչապետն այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնացել, որտեղ նրան քաղաքացիներից մեկը դիմավորել է ադրբեջանական այս երգով։ Մինչ Փաշինյանի ժամանումը Մասյացոտնի թեմի քահանա Տեր Հայկին թույլ չեն տվել եկեղեցուն պատարագ մատուցել, նաև մի խումբ հավատացյալներ հեռացել են։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը վստահեցրել է, որ Տեր Հայկին չի ստիպում հեռանալ եկեղեցուց եւ հոգեվարականի վրա ճնշումներ չկան։ Ավելի ուշ Տեր Հայկը հայտնել է, որ ստիպված գնում է Մաստարեի եկեղեցի, որտեղ էլ պատարագ կմատուցի եւ բարձր կհնչեցնի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի անունը։ Իսկ պատարագը Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցի կարգալույծ եղած նախկին Տեր Թադեն։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, ով եկեղեցու դեմ արշավին միացածների շարքում է, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, ասելով՝ «Բարով եք եկել»։ Ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից, մասնավորապես Եղիշե Չարենցի դիմանկարով 1000 դրամանոց, Հովհաննես Թումանյանի նկարով 5000 դրամանոց, Ավետիք Իսահակյանի նկարով 10000 եւ Մարտիրոս Սարյանի նկարով 20000 դրամանոց թղթադրամներով առևտուր անելը ապրիլի 15-ից չի թույլատրվի։ Քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր հին թողարկման թղթադրամները պարտավորվում են հանձնել կամ փոխարինել նոր թղթադրամներով։ Կարգելվի նաեւ վաղուց մետաղադրամով փոխարինված 500 դրամանոց թղթադրամի կիրառումը, որի վրա Ալեքսանդր Թամանյանի դիմանկարն է։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավորներ Աղվան Վարդանյանը եւ Գառնիկ Դանելյանը տեսակցել են Միքայել arczepiskopos Աճապահյանին եւ լրագրող Նարեկ Սամսոնյանին։ Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է, նա իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն են փոխանցել այն բոլոր մարդկանց, որ զորակցում եւ աղոթում էին իր առողջության համար։ Facebook-ի իր էջում գրել է Գառնիկ Դանելյանը։ Նարեկ Սամսոնյանը բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը եւ այժմ վերականգնողական փուլում է, ինչին կհաջորդի վիրահատությունը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով երակողմ հանդիպման ժամանակ, հայտնել են Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունից։ Երկու օրվա ընթացքում Աբու Դաբիում աննախադեպ երակողմ խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված շարունակական ջանքերի շրջանակում։ Քննարկումները տեղի են ունեցել կառուցողական եւ դրական մթնոլորտում, ներառելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների անմիջական շփումներ, ասվում է հայտարարության մեջ։ Քննարկվել են վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք ուղղված են համապարփակ համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։ ԱՄՆ-ի Մինեապոլիսում բողոքի ցույցեր են սկսվել դաշնային գործակալների 37-ամյա տղամարդուն սպանելուց հետո։ Ներքին անվտանգության դեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ սպանվածն ունեցել է 2 փամփուշտատուփով հրազեն եւ դիմադրել իրավապահներին։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում դաշնային ուժերի ձեռքով սպանված արդեն երկրորդ մարդն է, ինչը քաղաքում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։ Միջազգային անվտանգության նախարարությունը պնդում է, թե գործակալները զինված դիմադրության ժամանակ պարզապես պաշտպանվել են։ Նահանգապետ Թիմ Ուոլթսն ու քաղաքապետը դատապարտել են իրավապահների դաժանությունն ու նախագահ Թրամփից պահանջել անհապաղ դուրս բերել այդ ուժերը նահանգից։ Նոր բացահայտումներ է արել ԱՄՆ նախագահը, թե ինչպես են կարողացել ամերիկյան էլիտար ստորաբաժանումները կես ժամում առևանգել Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը։ Դոնալդ Թրամփը սենսացիոն հայտարարություն է արել New York Post-ի հետ զրույցում։ Նա ասել է, որ առաջին անգամ օգտագործվել է գաղտնի զենք, որն ունակ է հակառակորդին լիակատար ապակողմնորոշել։ Մենք ներս մտանք, նրանք սեղմում էին կոճակները, բայց ոչինչ չէր աշխատում։ Պատմել է Թրամփը, պատասխանելով հարցին, թե ինչու ռուսական, չինական հրթիռները վենեսուելական բանակը չարձակեց։ Թրամփը պարզեցել է, որ հենց խորհրդավոր զենքի շնորհիվ են կարողացել շարքից հանել կապն ու ռադարների համակարգերը։ Մենք օգտագործել ենք մի բան, որի մասին մյուսները նույնիսկ չեն էլ կռահում։ Այդ գաղտնի ապակողմնորոշիչ զենքը կատարյալ աշխատեց։ Նրանք չունեին ոչ մի հնարավորություն հասկանալու, թե ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ տեխնոլոգիայի կիրառմամբ նվազագույնի են հասցրել թիկնազորի դիմադրությունը եւ գործողությունն իրականացրել կայծակնային արագությամբ։
Թրամփի խոսքերը հաստատել են Մադուրոյի թիկնապահները։ Նրանց ցուցմունքները հայտնվել են ամերիկյան պարբերականի ձեռքում։ Պատմել են, որ հանկարծակի իրենց քթերից սկսել է արյունահոսություն եւ արյուն են փսխել։ Ականատեսներից մեկն էլ նկարագրել է, որ շատ ինտենսիվ ձայնային ալիք է զգացել եւ թվացել է, թե գլուխը ներսից պայթում է։ Ընկել է գետնին եւ չի կարողացել ոտքի կանգնել։ Ռազմական փորձագետները ենթադրում են, որ Թրամփի բացահայտածը ոչ մահաբեր էներգետիկ զենք է, որը բարձր հզորության միկրո եւ ուլտրաձայնային ալիքներ կարող է տարածել։ Զենքն ազդում է լսողության նյարդային համակարգի վրա, առաջացնելով ուժեղ սրտխառնոց, գլխապտույտ եւ կողմնորոշման կորուստ։